Միացյալ Նահանգները հայտարարել է իրանական Խարկ կղզուն հասցրած հարվածների մասին, ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում։ Իրանը պատրաստ է պատերազմի ավարտի շուրջ բանակցել միայն երկու պայմանի ապահովման դեպքում, Իրանի իշխանությունների ներկայացուցիչ Ռեզայի հայտարարությունը։ Բաքվից ներմուծվող նավթամթերքը կարող է դիտարկվել իբրև հայ-ադրբեջանական խաղաղության երաշխիք։ Այսօր տեղի ունեցել Հայ ազգային կոնգրես կուսակցության 5-րդ համագումարը։ Առաջիկա տարիներին առանց վիզայի Եվրամիություն ճանապարհորդելը իրատեսական հեռանկար է, Արփինե Սարգսյանն է հայտնել։ Ավտոտնակները չեն սեփականաշնորհվում, ապօրինի կառույցներն էլ քաղաքապետարանը քանդում է, հողին է հավասարեցնում։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Իրանի վրա ԱՄՆ և Իսրայելի հարձակման հետևանքով Մերձավոր Արևելքում արդեն 2 շաբաթ ընթացող պատերազմում հազարավոր մարդիկ են սպանվել։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը իր հրամանով է հարվածել իրանական Խարկ կղզուն և ամբողջությամբ ոչնչացրել ռազմական բոլոր թիրախները։ Նա սպառնացել է հարվածներ հասցնել նաև այդ կղզու նավթային ենթակառուցվածքներին։ Մեկնաբանելով կղզուն ուղղված ամերիկյան հարվածները, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ հարձակման ժամանակ թեև ավելի քան 15 պայթյուն է որոտացել, սակայն նավթային ենթակառուցվածքի ոչ մի օբյեկտ չի տուժել։ Բացի այդ, Իրանը հերքել է կղզու հակաօդային պաշտպանության համակարգերը ամբողջությամբ ոչնչացնելու հայտարարությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե գիշերը ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը իրականացրել է Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենահզոր ռմբակոծություններից մեկը և Իրանի Խարկ կղզում ամբողջությամբ ոչնչացրել է բոլոր ռազմական թիրախները, որտեղ գտնվում է երկրի ամենամեծ նավթային տերմինալը։ Թրամփի ձևակերպմամբ ինքը քաղաքավարությունից դրդված է որոշել չոչնչացնել Իրանի Մարգարիտի նավթային ենթակառուցվածքները։ Այնուամենայնիվ, եթե Իրանը կամ որևէ մեկը ձեռնարկի որևէ գործողություն, որը կխոչընդոտի նավերի ազատ եւ անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով, ես անմիջապես կվերանայեմ այս որոշումը։ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա եւ չի կարողանա սպառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Մերձավոր Արևելքին կամ առհասարակ աշխարհին։ Խարկ կղզին է ապահովում Իրանի նավթի արտահանման 90%-ը։ Խարգը 8 կիլոմետր երկարությամբ և 4-ից 5 կիլոմետր լայնությամբ փոքրիկ կղզի է, որը գտնվում է Պարսից ծոցում։ Կարևոր նշանակություն ունի Իրանի նավթի արտահանման 90%-ի փոխադրման համար։ Այնտեղ տարեկան մշակվում է մոտ 950 միլիոն բարել նավթ։ Կղզու բնակչությունը մոտավորապես 10,000-ի է հասնում։ Associated Press-ը տեղեկացնում է, որ 2500 ծովային հետևակներ պատրաստ են Ճապոնիայից Մերձավոր Արևելք տեղափոխվել։ Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ-ն կարող է զորքեր կուտակել Իրանի Խարկ կղզում ցամաքային ներխուժման համար։ Թրամփի ձևակերպմամբ Իրանը լիակատար պարտություն է կրել և ցանկանում է գործարք կնքել։ Այժմ փորձում են գործարքի գնալ, սակայն ոչ այն պայմաններով, որոնք ես կընդունեի։ Իրանի Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբը հայտարարել է, որ Իրանի նավթային, տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում ԱՄՆ-ի հետ կապված բոլոր օբյեկտները կոչնչացվեն, կվերածվեն մոխրի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը ձգտում են քանդել խոշոր իսլամական երկրները։ Փեզեշքյանն իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Վաշինգտոնը և Թել Ավիվը չեն հանդուրժում տարածաշրջանում Իրանի, Եգիպտոսի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ներկայությունը։ Իրանը ներգրաված է եղել բանակցային գործընթացում, երբ կրկին հարձակման է ենթարկվել։ Ապացուցվել է, որ Վաշինգտոնը չի ձգտել իրական կարգավորման։ Իրանական լրատվամիջոցների տվյալներով իրանական զինված ուժերի հրթիռներից մեկը հարվածել է Իսրայելի Նևատիմ ավիաբազային։ Պայթյուններ են տեղի ունեցել նաև Սաուդյան Արաբիայի արևելքում և Բահրեյնում։ Associated Press-ը հղում անելով իրաքցի պաշտոնյաներին հաղորդում է, որ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ ծուխ է նկատվել։ Հրթիռը հարվածել է Համալիրի տարածքում գտնվող ուղղաթիռի վայրէջքի հրապարակին։ Իրանական հրթիռային հարվածներից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Ֆուջեյրա նավթային նավահանգստում։ Դուբայում օդային արձակման չեզոքացման արդյունքում բեկորները հարվածել են Դուբայի կենտրոնում գտնվող շենքերից մեկի ճակատային մասին, սակայն հայտնի չէ հարձակումն իրականացվել է հրթիռով, թե անօդաչու թռչող սարքով։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ արել ներկայացնել համոզիչ ծրագիր Իրանի հետ պատերազմը դադարեցնելու համար։ Մերցը հայտնել է, որ Իրանի տարածքային ամբողջականության, պետականության եւ տնտեսական կենսունակության խախտումը լուրջ հետևանքներ կունենա նաեւ իրենց համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետ արդեն 2 շաբաթ ընթացող հակամարտությունը մտնում է վճռական փուլ։ Նրա տեղեկացմամբ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են Թեհրանի եւ ամբողջ Իրանի վրա հարձակումների հզոր ալիքը։ Կացը շնորհավորել է Թրամփին Իրանի կարևորագույն նավթային կղզուն Խարկին հարվածելու համար, նա այդ գործողությունը Հորմուզի նեղուցի ականապատ տարածքների համարժեք պատասխան է համարել։ Իրանը պատրաստ է պատերազմի ավարտի շուրջ Միացյալ Նահանգներ բանակցել միայն 2 պայմանի ապահովման դեպքում։ Այս մասին համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Իրանի իշխանությունների ներկայացուցիչ Մոհսեն Ռեզային։ Պատերազմի ավարտը մեր ձեռքերում է։ Մենք պատերազմի դադարեցման հարցը կդիտարկենք միայն այն ժամանակ, երբ նախ Միացյալ Նահանգներից ստանանք մեր բոլոր կորուստների ամբողջական փոխհատուցումը եւ երկրորդ ստանանք ապագայի 100%-անոց երաշխիք, ինչը անհնար է առանց Պարսից ծոցից ԱՄՆ-ի դուրսբերման։ Իրանի մշակույթի նախարարության տեղեկացմամբ պատերազմի սկզբից ի վեր ամերիկա-իսրայելական հարվածներից Իրանի առնվազն 56 մշակութային օբյեկտ, այդ թվում թանգարաններ եւ պատմական հուշարձաններ են վնասվել։ Արտգործնախարար Արաքչին հայտարարել է, որ Իսրայելը ռմբակոծում է 14-րդ դարով թվագրվող իրանական պատմական հուշարձաններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված բազմաթիվ օբյեկտներ։ Վնասված օբյեկտների ցանկով 19 վնասված հուշարձանով առաջին տեղում Թեհրանի նահանգն է։ Քուրդիստան նահանգում վնասվել է 12 նշանավոր հուշարձան։ Մերձավոր արևելքում ստեղծված ճգնաժամային պայմաններում ռուսական նավթը ուղղակիորեն անհրաժեշտ է համաշխարհային շուկային, այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն առժամանակ հանել էր ռուսական նավթի եւ նավթամթերքի հանդեպ կիրառվող պատժամիջոցների արգելքը։ Վաշինգտոնը ակնարկել է, որ սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել։ Միջազգային էներգետիկ ենթակառուցվածքը չի կարող թույլ տալ ռուսական նավթի մեծ ծավալների կորուստը։ ԱՄՆ-ն փաստացի ճանաչում է ակնհայտը։ Առանց ռուսական նավթի համաշխարհային էներգետիկ շուկան չի կարող կայուն մնալ։ Բաղդադում գտնվող ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է հրթիռային հարձակման։ Իրաքի անվտանգության ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ հարվածից հետո շարքից դուրս է եկել հակաօդային պաշտպանության համակարգի մի մասը։ Տեղեկությունների համաձայն հրթիռը հարվածել է դեսպանատան ուղղաթիռի վայրեջքի հրապարակին։ ԱՄՆ դեսպանատունը գտնվում է Բաղդադի կենտրոնական մասում տեղակայված ուժեղ եւ ամրացված թաղամասի համարում ունեցող կանաչ գոտում։ ԱՄՆ դեսպանատնից հարձակման վերաբերյալ մեկնաբանություն չի եղել, չի հաղորդվում նաև հարձակման հետևանքով զոհեր կան, թե ոչ։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով Իսրայելի հասցրած օդային հարվածի հետևանքով Բեյրութի արևելքում այսօր զոհվել է առնվազն 1 մարդ, ևս 4-ը վիրավորվել են։ Իսրայելական բանակի հարվածները Լիբանանին սկսվել են այն պահից, երբ անցյալ շաբաթ Հեզբոլլա զինյալ խմբավորումը ի պատասխան Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանություն սկսեց հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական բանակի ցախալի ներկայացուցիչները պնդում են, որ հարվածում են հիմնականում Իրանի աջակցությունը ստացող եւ արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի հրամանատարական կենտրոնին եւ ենթակառուցվածքներին։ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակում Ադրբեջանի պաշտպանության ազգային համալսարանի ռազմական խաղերի կենտրոնում վերապատրաստման դասընթաց է կազմակերպվել։ Ադրբեջանի 22 ներկայացուցիչ, 30 հրահանգիչ եւ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկերություններից ունկնդիրներ են մասնակցել դասընթացին։ Դասընթացի նպատակը ՆԱՏՕ-ի ուժերում հայտարարված ստորաբաժանումների գնահատման համար զինվորականների սերտիֆիկացումն է եղել։ Ադրբեջանից ներմուծված նավթամթերքը իբրև տարածաշրջանային խաղաղությանը միտված կոնկրետ ձեռնարկ։ Վերջին շրջանում հատկապես Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվող ցորենը ու նավթամթերքը դիտարկվում են որպես խաղաղության գործնական կայացմանը նպաստող քայլեր։ Իդեպ Հայաստանի կառավարությունը ցուցակ էր ուղարկել Ադրբեջան, թե ինչ կարող ենք մենք արտահանել դեպի Բաքու։ Մինչդեռ այնտեղից միջև այս պահը վագոնները դատարկ են, հետը վերադառնում։
Այժմ մենք ունենք իրական խաղաղություն։ Շատ կարևոր է նշել, որ անգամ ունենք առևտուր Ադրբեջանի հետ։ Ներմուծում ենք նավթամթերք Ադրբեջանից։ Մինչև Հայաստանի իշխանությունները պնդում են, թե Բաքվից Երևան հասնող բենզինը առհասարակ Ադրբեջանի հետ առևտուրը հաստատված խաղաղության վկայություններից է, Ադրբեջանում այդ երկրի կառավարությունը գնում է Միլի Մեջլիս ու իր գործունեության նախորդ տարվա հաշվետվությունը ներկայացնելիս բաց ուղիղ տեքստով հայտարարում. Սա պարզապես առևտուր է, ոչ ավելին։ Ահա այսպես են ձևակերպել ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան ունի զուտ առևտրային բնույթ եւ կարող է դիտվել որպես երկու երկրների միջև տնտեսական եւ առևտրային կապերի հաստատման կարևոր քայլ։ Միակ ուղերձն է, որ Ադրբեջանում խաղաղություն չկա խաղաղություն։ Սա է ուղերձը շատ բացահայտ, շատ հստակ, բազմիցս եւ ոչ միայն երեք կառավարության ներկայացած ծրագրով բազմիցս նշել են, քանի դեռ Հայաստանում սահմանադրությունը չի փոխվել, դուրս չի բերվել այնտեղից հղումը, նախաբանը դուրս չի բերել, որտեղ հղում կա անկախության հռչակագրին, որտեղ Արցախի վերաբերյալ նշումներ կան, բնականաբար ոչ մի խաղաղության պայմանագրի չի կնքվելու։ Կարծում եմ սա միակ պայմանը չէ, էլի պայմանների իհարկե կլինեն։ Բոլորը դրանք կրում են զուտ առևտրային բնույթ։ Հաստատված խաղաղության առևտրի հիմնավորման մասին Ադրբեջանի կառավարությունը միայն գրել է, թե նավթամթերքի արտահանումը Հայաստան արտացոլում է այս գործընթացում տնտեսական, դարձյալ տնտեսական դիվիդենդների իրենց հայեցակարգը։ Սա նշանակում է, որ կամաց առևտուրը սկսում են ուժեղացնել միջև Հայաստանի հասարակության գիտակցության մեջ Ադրբեջանը պատերազմող երկրից վերափոխվի զուտ առևտուր անող երկրի հետ։ Այսինքն Ադրբեջանը կալվի ոչ թե այն երկիր, որի հետ 30 տարվա Արցախյան հակամարտություն է եղել, այլ ընկալվի երկիր, որի հետ ասենք ապրանքափոխանակություն է տեղի ունենում, առևտրաշրջանառություն է տեղի ունենում։ Սա է նշանակում։ Ամիսներ առաջ հիշեցնեմ, Հայաստանի կառավարությունն Ադրբեջան ցուցակեր ուղարկել, թե ինչ կարող ենք մենք այստեղից իրենց հասցնել, ասել է թե արտահանել, սակայն մինչև այս պահը Բաքու-Երևան-Բաքու գնացքն այստեղից դատարկ է հետ դարձել։ Որովհետև նախորդող շրջանում մեր տնտեսությունը ֆուրի ծավալով է իր պլանավորում իրականացել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Այսօր տեղի ունեցել Հայ ազգային կոնգրես կուսակցության 5-րդ համագումարը։ Առաջիկա տարիներին առանց վիզայի Եվրամիություն ճանապարհորդելը իրատեսական հեռանկար է, Արփինե Սարգսյանն է հայտնել։ Ավտոտնակները չեն սեփականաշնորհվում, ապօրինի կառույցներն էլ քաղաքապետարանը քանդում է, հողին է հավասարեցնում։ Շարունակում ենք թողարկումը։ Այսօր տեղի ունեցել Հայ ազգային կոնգրես կուսակցության 5-րդ համագումարը։ ՀԱԿ վարչության անդամ Ավետիս Ավագյանն ընթերցել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համագումարի մասնակիցներին ուղղված ուղերձը։ Առաջին նախագահն իր ուղերձում նշել է. ընդդիմության հաղթանակի պարագայում Հայաստանում տեղի ունենալիք կապիտալ վերանորոգման հեռանկար է տեսնում։ Առաջիկա տարիներին առանց վիզայի Եվրամիություն ճանապարհորդելը իրատեսական հեռանկար է, նշել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ավելացնելով, որ վիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, քանի որ պետությունը այսօր առավել քան գրավիչ է։ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դրական զարգացում ունի եւ Եմեն լիովին աջակցում է այս ջանքերին։ Համատեղ արձանագրեցինք, որ գործընթացը ՀՀ-ԵՄ երկկողմ հետաքրքրությունների ուղիղ կենտրոնում է։ Եվրոպացի գործընկերս նաև ինքը նշեց, որ եթե բարեփոխումների այս տեմպը պահպանվի, առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական է։ Ինքնակամ կառույցների օրինականացման հարցում քաղաքացիները խնդիրների են բախվում, պատճառը ընթացակարգն է ու նաև իրավական գրագիտության պակասը։ Իրավապաշտպանները նշում են, անհրաժեշտ փաստաթուղթ ստանալու համար նախ պետք է դիմել կադաստրի պետական կոմիտե, այլ ոչ թե քաղաքապետարան։ Եվ հետո ավտոտնակների տակի հողի օրինականացման հայտեր քաղաքապետարանը չի ընդունում, քանի որ դրանք ենթակա չեն սեփականաշնորհման։ Ինքնակամ շինություններին վերաբերող հարցերը շարունակում են բազմաթիվ քաղաքացիներին հուզող թեմաների շարքում մնալ։ Նախորդին մայրաքաղաքի տարբեր հասցեներում տարբեր կառույցների ապամոնտաժման աշխատանքներ իրականացվեցին։ Ավտոտնակների կարգավիճակին վերաբերող հարցին անդրադառնալիս քաղաքապետը հայտնել էր, որ ինքնակամ շինությունների որոշման համաձայն պարբերաբար ավտոտնակների տակի հողի օրինականացման հայտեր են ստանում։ Խնդրի լուծման համար երևանցիներին քաղաքապետը առաջարկեց վարչական շրջանի հետ կնքել հողի վարձակալության պայմանագրեր, ինչն էլ ավտոտնակի շահագործման հնարավորություն կտա։ Շեշտվեց, որ այդ տեսակ պայմանագրեր կնքելով քաղաքացիները կկարողանան շահագործել իրենց ավտոտնակները։
Երբ մենք ստանում ենք այդ հայտերը ինքնական շինությունը օրինականացնելու եւ ստիպված մերժում ենք, մենք նաեւ կառավարության 596-ն որոշման համաձայն պարտավոր ենք քանդել այդ շինությունները։ Այսինքն մենք այստեղ երկընտրանք չունենք մեծ։ Հորդորում եմ այս ինֆորմացիային ականջալուր լինել եւ ավտոտնակների օգտագործումը ապահովել վարձակալության հիմունքներով։ Քաղաքապետարանից պարզաբանում են ավտոտնակներին վերաբերող հայտերը մերժվում են դրանց ընդհանուր օգտագործման հողերի վրա գտնվելու պատճառով, ինչով պայմանավորված էլ այդպիսի շինությունները օրինականացնել քաղաքացիները չեն կարող։ Ներկապային ինքնական շինությունների կառուցապատումը օրենսդրորեն արգելվել է։ 2022 թվականից հետո կառուցված բոլոր այդպիսի շինությունների օրինականացման ընթացակարգ չկա, իսկ մինչ այդ կառուցվածքների համար քաղաքացիներին հերթական անգամ հնարավորություն է տրվել մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը հաշվառել բոլոր այն ինքնակամ կառույցները, որոնք առկային 2021 թվականին վավերացված Հայաստանի օդային լուսանկարում։ Քաղաքացիները ժամկետ բաց չթողնելու համար պետք է գործեն անհապաղ։ Նախկինում մեր փորձը ցույց տվեց, որ եթե հունվար, փետրվար, մարտ ամիսներին հաշվառումները կարելի էր հաշվել 100 կամ մի քանի 100-ով, ապա տարեվերջին դեկտեմբեր ամսին այդ հաշվառումների քանակը հասնում էր մի քանի հազարի։ Եվ այստեղ ծանրաբեռնվածություններ առաջանում որակավորված մասնագետների մոտ եւ համապատասխանաբար միգուցե դրանք անդրադառնան նաեւ ծառայությունների արժեքի վրա։ Ինքնակամ կառույցների օրինականացման հարցում քաղաքացիները խնդիրների են բախվում այն պատճառով, քանի որ չեն հասկանում, թե ինչ ընթացակարգով պետք է գրագետ կատարեն իրավական բոլոր պահանջները անհրաժեշտ փաստաթուղթը ստանալու համար։ Իրավապաշտպանները պարզաբանում են, քաղաքացիները առաջին հերթին պետք է դիմեն կադաստրի կոմիտե, այլ ոչ թե քաղաքապետարան, քանի որ սկզբում պետք է կատարվի չափագրում, որին էլ պետք է հաջորդեն մնացյալ գործընթացները։ Չսխալվելու եւ գործողությունները ճշգրտորեն կատարելու համար նրանք խորհուրդ են տալիս օգտվել կոնկրետ մասնագետների ծառայություններից։ Են քաղաքապետարան, քանի որ հասկանում են, եթե սեփականության իրավունք չի պատկանում, ուրեմն կադաստրի պետական կոմիտեն կապ չունի, գնում են առաջին քայլը կատարում են քաղաքապետարանում եւ հայտնվում են մեկ թակարդի մեջ։ Այս իրավական ակտը բացառապես ինձ թվում է ավտոտնակներին չի վերաբերվում։ Սա ընդհանրապես խայծ է, որպեսզի քաղաքացին քաղաքապետարանին տեղեկացնի, որ ինքը ունի ապօրինի ավտոտնակ կամ ինքնակամ ավտոտնակ։ Քաղաքային իշխանությունները մի կողմից նշում են օրենքի պահանջների կատարման ու ապօրինի կառույցների ապամոնտաժման անհրաժեշտությունը, մյուս կողմից էլ քաղաքացիներն են փորձում պահպանել տարիներով օգտագործվող իրենց գույքը։ Մասնագետները հիշեցնում են, գործընթացը պահանջում է իրավական ճիշտ ու հետևողական քայլեր։ Հակառակ դեպքում ինքնակամ կառույցների խնդիրը կարող է լուծվել ոչ թե օրինականացմամբ, այլ հերթական ապամոնտաժմամբ։ Դավիթ Թադևոսյան, ժամալրատվական։ Երևանի վարչական շրջաններում շարունակվում են փոսալցման աշխատանքները։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գիշերային ժամերին փոսալցման աշխատանքներ են իրականացվել Թբիլիսյան Խճուղի, Էրեբունի 50-րդ եւ Գարեգին Հովսեփյան փողոցներում։ Տարին նոր է սկսվում, բայց արդեն նկարահանվում է նոր տարվա կինոն։ Այն վերադառնում է երկրորդ մասով, վերստին հիշեցնելով, որ բոլոր երազանքները կատարվում են սիրո միջոցով։ Ֆիլմի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանը։ Ֆիլմը պատմում է դժվար օրերին ծնված փորձություններ հաղթահարած մեծ սիրո եւ նոր տարվա գիշերվա կախարդական ուժի մասին։ 1, 2, 3 Նկարահանվում է տարվա գլխավոր կինոն, տարվա գլխավոր տոնի մասին։ Նոր տարվա կինոն արդեն երկրորդ մասով վերադառնում է ու հիշեցնում։ Երազանքները կատարվում են, իսկ սերը հաղթում է բոլոր դժվարությունները։ Շատ դժվար է նկարահանել ֆիլմի նախագծից հետո, որը արդեն իսկ ունեցել է հաջողություն, արդեն իսկ հաջողված նախագիծ է եղել եւ բնականաբար արդեն այդ ամեն ինչը շատ պարտավորեցնող է։ Հետևաբար երկար ենք մտածել սցենարի շուրջ, ինչ անենք, որ մեր հանդիսատեսը գո ժպիտը դեմքին եւ ուրախ հեռանա դահլիճից։ Մեր ֆիլմը, երբ որ հարցնեք ինչի մասին է ֆիլմը, ես կարող եմ ասել շնորհակալ լինելու։ Թե ինչի այդ արդեն հանդիսատեսը կհասկանա, որ դահլիճից դուրս գա։ Ֆիլմի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանը։ Ֆիլմը պատմում է դժվար օրերին ծնված փորձություններ հաղթահարած մեծ սիրո եւ նոր տարվա գիշերվա կախարդական ուժի մասին։ Այս ընթացքում հանդիսատեսին շատ սիրելի դարձած գյումրեցի Հովսեփ պապը ֆիլմի երկրորդ մասում վերջապես գտնում է իր երկրորդ կեսին։ Մկրտիչ Արզումանյանը շեշտում է, սա ֆիլմ է կարևոր արժեքների, սիրո, բարության եւ հայրենասիրության մասին։ Ամենաուրախալի փաստերից մեկն այն է, որ խոսում եմ իմ
հայրենի բարբառով, գյումրվա բարբառով, որը շատ այդպես չի ասի, որ հեշտ է ինձ համար, որովհետև բարբառը ներկայացնում են հաճախ շատ կոպիտ ու ոչ պրոֆեսիոնալ կերպով, պետք է շատ համով ներկայացնես, որ այդ համն ու հոտը փոխանցես։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Անի Երանյանը։ Հատուկ այս նախագծի նկարահանումներին մասնակցելու համար է Ելենա Արշակյանի հրավերով նա եկել Հայաստան։ Գլխավոր հերոսուհին է, ով Միացյալ Նահանգներից, Անին գալիս է այստեղ այս հրաշք ամանորյա կարևոր իրադարձություններին մասնակցելու, դրանից ավել կարծում եմ չարժի ինչ-որ բան ասել, կերպարներ կան, որոնք պետք է մի քիչ գաղտնիություն ունենան։ Ես կարծում եմ, որ մարդիկ չպիտի դադարեն երազել, որովհետև երազանքները նախ գունավորում է քո կյանքը եւ հետո դու փորձում ես գնալ այդ երազանքների հետևից։ Էս էլ է տենց ինչ-որ բան է եւ բոլորի միտքը հենց դա է, որ չդադարեք երազել։ Նկարահանումներին մասնակցելու համար Միացյալ Նահանգներից է եկել նաեւ Արմինե Պողոսյանը։ Նա ներկայանում է մեծ տարիքում կրկին սիրահարված Ջուլիայի կերպարով։ Սա շատ հետաքրքիր ֆիլմ է լինելու, տարբեր գործողություններով, հետաքրքիր եւ հագեցած հումորով, այնպես որ բոլորն էլ պետք է նայեն։ Եվ իհարկե ֆիլմում է նաև Անապայից եկած Փիրուզը, որը կրկին հանդիսատեսին է ներկայանալու իր ինքնատիպ կերպարով։ Փիրուզը կրկին բոլորին հիշեցնում է ֆիլմի առաջին մասից արդեն թևավոր դարձած ամեն բան դաստիարակության հարց է խոսքը։ Չի կարող չգա։ Դաստիարակության հարց է։ Ինչ ֆիլմ է գալիս, հետաքրքիր է։ Սիրո միասնության մասին է, նպատակի երազելու։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, մեր կյանքում ամեն բան շատ արագ էսպես տեղաշարժվում է, ամեն բան փոփոխվում է, բայց մի բան միանշանակ նույնն է մնում, եթե մարդու ցանկությունները ազնիվ են եւ եթե մարդ իսկապես նվիրումով է վերաբերում իր յուրաքանչյուր երազանքի, դա տարբերակ չունի չկատարվելու։ Եթե չի կատարվում, ուրեմն այդքան ուժեղ չես ուզում։ Ֆիլմի գլխավոր հերոսը Սևակն է, որն ընկերների օգնությամբ հաղթահարելով բոլոր փորձությունները, փորձում է հասնել անհնարին թվացող իր երազանքին։ Տարօրինակ ու անհավանական բաներ անում է, ինքը ուղղակի սիրում է ու փորձում է հասնել իր սիրուն։ Ոչ մի անհավանական բան չկա, որ ռեալ է, որ կարելի է անել։ Իհարկե դիմացինի սահմանները չխախտելով։ Ֆիլմում ներգրաված են նաև Արտուր Կարապետյանը, Արման Նավասարդյանը, Վաչե Ելիցյանը, Վիկա Շամիրյանը, Նվեր Սուքիասյանը եւ հայտնի ու սիրված այլ դերասաններ։ Լոռու մարզում նոր տարվա կախարդանքը եւ մթնոլորտը ապահովել է Փամբակում գործող Մաունթրի հյուրանոցը, որը ֆիլմի գլխավոր հովանավորներից մեկն է։ Բնության գեղեցկության մեջ գտնվող հյուրանոցում իրականացվել են Լոռու մարզի նկարահանումները։ Քանի որ ֆիլմը նկարահանվելու էր Լոռվա մարզում եւ ավելի մեծ ճանաչելիություն էր բերելու Լոռվա մարզին, դրա համար մենք որոշեցինք նոր տարվա կինոն հյուրընկալել եւ տրամադրել մեր տարածքը Մաունթրի հյուրանոցը, որպեսզի նկարանեն այստեղ։ Մեզ շատ դուր եկավ ֆիլմի գաղափարը եւ իր մեջ պարունակող այդ խորը ուղերձները, որը հանդիսատեսը կարող է դիտել նոր տարում։ Ֆիլմի գլխավոր գործընկերը Ucom ընկերությունն է, Հայաստանի համար 1 օպերատորը, ամենաարագ շարժական ինտերնետով եւ լավագույն ֆիքսված ցանցով։ Ucom-ն առաջարկում է ինտերնետ, IPTV եւ OTT հեռուստաընկերություն, ֆիքսված եւ շարժական կապի ծառայություններ, ինչպես նաեւ կոնվերգենտ փաթեթներ։ Ֆիլմի գլխավոր գործընկերն է նաև Սոբրանո ընկերությունը, որն արդեն շուրջ 3 տասնամյակ հայկական շուկայում ներկայացնում եւ ներմուծում է միջազգային բարձրակարգ բրենդներ, առաջարկելով որակյալ սննդամթերք, ալկոհոլ եւ քաղցրավենիք։ Ֆիլմի գործընկերն է Հայաստանի առաջատար սուրճ արտադրող ընկերությունը Royal Armenian։ Շուրջ 30 տարի Royal Armenian հայ սպառողին է ներկայանում հատիկավոր, սև եւ լուծվող սուրճերի եւ սրճային ըմպելիքների լայն տեսականիով։ Բոլորի ֆրուկտիները մեկ առ մեկ գրելու են, բոլորին։ Նոր տարվա կինո 2-ի պրեմիերան կայանալու է այս տարի նոյեմբերի 5-ին, որից հետո արդեն ֆիլմը կցուցադրվի Երևանի բոլոր կինոթատրոններում եւ Հայաստանի մարզերում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։